Շնորհակալություն, պարոն Սինանյան, երկու հարց ունեմ։ Առաջինը նշեցիք, որ Իգոր ծրագրի շրջանակում մեկ տարի ժամկետով, իհարկե գիտենք, վերադառնում են հայրենիք, աշխատում են, իրենց փորձով կիսվում են հայրենիքում, ունեք ձեր ձեռքի տակ վիճակագրություն, արդյոք մեկ տարի ժամկետն ավարտվելուց հետո, քանի հայրենադարձ է ցանկություն հայտնել մնալ եւ հայրենիքում շարունակել, այսինքն ինչքանով է գրավիչ եղել այս process-ը, որի վերջնարդյունքում հայրենադարձները մնացել են եւ տեղում ռեալիզացրել են իրենց գիտելիքները, սա առաջին հարցը եւ երկրորդը նշեցիք, որ հայրենադարձներին տրամադրվում է տարբեր աջակցություններ, սոցիալական տարբեր խնդիրների լուծման ճանապարհին, աշխատանքի տեղավորման հարցն է լուծվել, բիզնես գործունեություն ծավալելու ընթացքում եւ այլ, այստեղ կրկին եթե վիճակագրություն կա ձեր ձեռքի տակ, խնդրում եմ նշեք մասնավորապես ինձ հետաքրքիր է աշխատանքի տեղավորման համատեքստում ինչպիսի թիվ է արտացոլվում, արդյոք քանի տոկոսի համար ենք լուծել այս հարցը։ Շատ լավ, շնորհակալություն, առաջին հարցին պատասխանելը հեշտ է, որովհետեւ կոնկրետ մարդկանց մասին է խոսք գնում եւ մենք բնական է որ հետեւում ենք տվյալներին, մենք ի գործի ավարտին հասած առաջին 4 տարիների ընթացքում ունենք 70% հայրենադարձություն, որը անկեղծ մեր սպասելիքներից, այո, մեր սպասելիքներից շատ ավելի մեծ թիվ է, եթե հիշում եք 19 թվականին ծրագիրը սկսելուց առաջին մեր բյուջեի քննարկման ժամանակ մենք դրել էինք 25% թիրախը իրատեսորեն, բայց ունենք 70%, այդ իմաստով շատ ուրախ ենք, գոհ ենք, իհարկե մեծ մասը անցնում են մասնավոր սեկտոր, որովհետև աշխատավարձները բարձր են այնտեղ հասկանալի պատճառներով, բայց մրցակցային են ավելի, բայց 70% ունենք հայրենադարձություն։ Երկրորդ հարցի դեպքում, ճիշտ ասած, կոնկրետ տվյալներ չունեմ, մենք, գիտեք ոնց է, մենք ստեղծում ենք ծրագրերը, մենք մարդկանց հրավիրում ենք օրինակ վերապատրաստման դասընթացների, մեր գործընկերների հետ, տարբեր նախարարությունների, տարբեր գերատեսչությունների հետ անցկացնում ենք տարբեր workshop-ներ եւ այլն։ Մենք այդ կոնտակտը առաջացնում ենք, բայց դրանից հետո ճիշտ ասած լավ չենք հետևում, թե ի վերջո ինչ եղավ։ Մենք շատ-շատերի մասին գիտենք, ինչ է իրենց հետ պատահել, բայց շատ-շատերի մասին էլ տեղյակ չենք։ Ես համաձայն եմ եւ դա մոտս կնշեմ, որ փորձենք հնարավորինս հավաքագրել այս ինֆորմացիան, որ այո, հաջորդ անգամ նախ մեզ է օգտակար եւ հետո էլ կարողանանք ձեզ ներկայացնել այդ դատան։